Ուղղափառ աշխարհը սգում է Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահը։ Երկրորդ օրն է, ինչ մարդկանց հոսքը դեպի երրորդության տաճար չի դադարում։ Ուխտավորներ երրորդության տաճար են գնում հարգանքի տուրք մատուցելու պատրիարքին։ Հիշեցնենք, որ Իլյա II կյանքից հեռացել է մարտի 17-ին 93 տարեկան հասակում։ Թբիլիսիի պետական կառույցների շենքերին փակցված են համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի նկար պաստառները։ Մահացած պատրիարքի պատվին լուսանկարներ են տեղադրվել Վրաստանի խորհրդարանի կառավարության գրասենյակի և Սակրեբուլոյի շենքերի վրա։ Իլյա II-ի հուղարկավորությանը կմասնակցի նորին սրբություն տիեզերական պատրիարք Բարթուղիմեոսը։ Տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել է արտաքին գործերի նախարարությունը։ Տիեզերական պատրիարքը Սուրբ Գևորգ պատրիարքական տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցել Իլյա II հոգու հիշատակին։ Վրացական եկեղեցու Սուրբ Սինոդին ուղղված նամակում նա հայտնել է տիեզերական պատրիարքության և իր անկեղծ ցավակցությունները Վրաստանի կաթողիկոս պատրիարք հանգուցյալ Իլյա II-ի մահվան կապակցությամբ։ Արտաքին գործերի նախարարությունը նամակ է ստացել Վրաստանում Սուրբ Աթոռի դեսպանորդից, որում ասվում է նորին սրբության և երանության համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողության կապակցությամբ դիվանագիտական կորպուսը խորը ցավակցությունն է հայտնում Վրաց ուղղափառ եկեղեցուն և Վրաց ժողովրդին։ Վրաստանում Սուրբ Աթոռի դեսպանորդը, դիվանագիտական կորպուսի դոյենը, օգտվելով առիթից վերահաստատում են իրենց խորին հարգանքը Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների նկատմամբ։ Ուղղափառ աշխարհը սգում է Վրաստանի կաթողիկոս պատրիարք նորին սրբություն Իլյա II-ի մահը։ Ցավակցական նամակներ են ուղարկվում ինչպես Վրաստանի պատրիարքարանից, այնպես էլ պետական ամենաբարձր պաշտոնյաներից։ Վրաստանում չեղարկվել են տարբեր կրոնական դավանանքների հանդիսավոր տոները։ Վերածննդի դարաշրջանի պատրիարք, Վրաց ժողովրդի սիրելի եղբայր, ամոռանալի հայր։ Այսպես են Վրաստանի կաթողիկոս պատրիարքին հիշատակում ցավակցական նամակներում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից կրկին ցավակցություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի մահվան կապակցությամբ։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ջերմ խոսքերի և աջակցության համար։ Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ էր ուղարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի մահվան կապակցությամբ։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ղեկավարը Ասաֆ Հաջիևը ցավակցական նամակով դիմում է արտգործնախարարին Մակա Բոճորիշվիլիին։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության և անձամբ իմ անունից խորը ցավակցություն եմ հայտնում համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք նորին սրբություն և երանություն Իլյա II-ի մահվան կապակցությամբ։ Նորին սրբություն Իլյա II-ը միջազգային ճանաչում ուներ որպես ականավոր հոգևոր առաջնորդ, որը իր կյանքը նվիրել է խաղաղության, միասնության և համագործակցության ամրապնդմանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի մահվան կապակցությամբ մեքենաների երթևեկության սահմանափակման վերաբերյալ։ Սուրբ Երրորդության տաճարի շրջակա տարածքում մեքենաների երթևեկությունը սահմանափակված է։ Երթևեկությունը արգելված է Ավլաբարի հրապարակից Մեսխիշվիլի և Գոնաշվիլիի փողոցներով Սուրբ Երրորդության տաճարի ուղղությամբ, Բարաթաշվիլիից Ծուրծումյա փողոցի ուղղությամբ, Ախվլեդյանի փողոցից Սամեգրելո փողոցի ուղղությամբ, Սանինգիլո փողոցից Գումբրի փողոցի ուղղությամբ։
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հուղարկավորության կապակցությամբ Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը մարտի 21-ին և 22-ին ուղևորներին կսպասարկի անվճար։ Կառավարության տվյալներով մարզերից Թբիլիսի մեկնել ցանկացողների համար կապահովվի անվճար տրանսպորտը։ Ուղևորներին անվճար կսպասարկի նաև երթուղին։ Պատրիարքի հուղարկավորության կազմակերպչական հարցերով հանձնաժողովի պետական հանձնաժողովը Վրաստանի վարչապետի գլխավորությամբ է կազմակերպվում։ Մարնեուլիի մունիցիպալիտետը չեղարկեց Նովրուզ Բայրամի և Ռամազան Բայրամի հետ կապված բոլոր միջոցառումները։ Որոշումը կայացրել է Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի մահվան պատճառով։ Մարնեուլիում բնակվող ադրբեջանցիները ցավակցություն են հայտնում վրացիներին և ասում են, որ պատրիարքը միավորել է նրանց։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահվան կապակցությամբ Վրաստանը հայտարարել է 6-օրյա սգո օր, սկսած մարտի 22-ից և Վրաստանի բոլոր շրջանների ծխական համայնքները սգում են պատրիարքի մահը։ Աջարիայի ծխական համայնքները ցավակցություն են հայտնել իրենց հոգևոր հոր կորստի կապակցությամբ։